ձևավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Արեն Սիմոնյան, ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակել է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե անվերջ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցին, դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանին։ Հարց եմ տալիս, ասում եմ, ինչպես են ապացուցելու իրենց ասած։ Չգիտեմ, դատի է տվել, թող դատը գնա, չի հարց։ Պարոն Ռուբինյան, կաթողիկոսի հետ կապված վարչապետը 2 շաբաթ մեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթողիկոսին վեհարանից դուրս բերելու գործընթացով, նաեւ նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգևորականները Հայաստանում, Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին կշարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի կոչվելու։ Եվ հանձնախմբի մասին է խոսքում, ձևավորվել է արդյոք հանձնախումբ։ Վեհարանից հանել արտադրություն կարող մոլորության մեջ մտցնի մարդկանց, խոսքը նրան ֆիզիկապես վեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, ես դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, եւ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է, դա չի պարզաբան։ Իրենք բարի մասին է։ Որովհետև բացատրեմ։ Մտնում եք անձնական դաշտ եւ իշխանությունների կանոնակարգի հետ եկեղեցու ինչ կապ ունեն։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, կպատասխանեմ Անի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց փորձ եմ տալիս ընդհատել Անին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին չեմ պատասխանում։ Հայլակի հարցի սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև, տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները չիմաստ են, չեք կրում։ Օրինակ սրբազան նշանակում է սրբազան, շատ չէ սուրբ չէ, բայց հա սրբակենցա։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն պետք է ասի Աստված պահապան, որդիակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում է իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ հարգելի ժողովուրդ, կա մի հատ հեշտ ճանապարհ էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում, սուտ է, թող ասի սուտ է։ Որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերկվեց, դա դարձավ ճշմարտություն, շատ բարձր։ Բայց անձնական տվյալները քաղաքագրում, այսինքն մարդու մասին անձնական տվյալները քաղաքագրում, շանտաժ է կանում։ Ինչո՞վ ենք շանտաժ։ Ազատի հանձնախումբ ձևավորենք եւ այլն։ Շանտաժն այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Դա ուղղակի իմ անձնական տվյալն է, ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը, ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական
պիտի լինի կուսակրում։ Եվ եթե մի վարքյան Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ 7 տարի հետո մի վարքյան։ Վարչապետը տերոր անում, ո՞նց է դա արտահայտվում։ Տեսեք, ոչ միայն վեհապարի դեմ, այլև եկեղեցու։ Իր տիկնոջ հետ է տերոր անում, Հաննա Հակոբյանի։ Ո՞նց է տերոր անում, բացատրում։ Առավոտից երեկո Բառը մթերք է։ Ինչ։ ճնշում է սրբազաններին։ Ինչով է ճնշում։ Քերակնոջն է Ինչով է ճնշում։ հոգեբանական ցավ է իմը։ Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չտիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորին հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք, հա ինչ անենք։ Մի վարքյան, այստեղ խնդիրը միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը գրում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Օրինակ ով է այդ մանկապիղծ հոգևորը։ Հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է մանկապարտությունը հանցագործություն է, քննադատություն։ Ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում։ Հոգևորականներն են վարկաբերվում, կոնկրետ մանկապիղծի անուն ասեք, կոնկրետ քերակնոջ անուն ասեք։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են հնչում։ Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս բնույթի հետ։ 7 տարի հետո եք բարձր հայտարարել։ Մի քանի ամիս առաջ նորոշնիկի արողությանը գնացի, դուք եւս ներկայ եք, Նիկոլ Փաշինյանը եւս։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ այդ ժամանակ այդ հարցերը Փաշազադեն Միվարկյան էլ ախր լավ էլի, դուք չեք հոգնել ձեր բան, Փաշազադեն խոսած։ Իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր Միվարկյան, իսկ զուգադիպությունա որ համ դուք եք նման հարց տալիս, փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ, համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը, որը օրերս, ոչ թե օրերս, այլ մի շաբաթ առաջ մոտարապես հրապարակավ հայտնել է, որ իր հետ կապվել են օտարերկրյա թողեք ավարտեն։ Իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք իրեն ասել են, որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու։ Հիմա մի վարքյան, ձեր ու ինքն էլ ասում, որ բանա Փաշազադեի ասացից մի վարքյան եւ Բագրատ arczepiskopos Գալստայանն էլ ասում, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը առ կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչները 7 տարի շարունակ այդ հարցը չի Իմ ասածը դուք չեք ասել ընդհանրապես, իշխանությանը 7 տարի այս հարցը չի կոնսպիրոլոգիա է, չէ՞, դե ես ես խորհուրդ եմ տալիս, դուք էլ չզբաղեք։ Հիմա բա ինչու 7 տարի Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինքը ինքնախոստովանություն է արել։ Իդեպ ձեզ, մի վարքյան, իդեպ ձեզ, սիրելի լրագրողներ, բոլոր լրատվամիջոցներ, եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ Քավլիցի, եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես խնդրում եմ
Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների ուժային կենտրոն արտահայտություն, իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցրեք, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Սկզբից սրբազաններ, հետո խեղ սրբազանին ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա բան, Մասիսի քաղաքապետին։ Խնդրում եմ այդ հարցերը կտակ։ Բայց մի վարքան, իսկ դուք կարծում եք, որ դուք բոլորդ անդադ կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ կարող։ Հիմա վերադարձանք Դուք գնացել եք օրինակ Փաշինյանի հայտարարություններից հետո գնացել եք Մայրաթոր, որևէ եկեղեցի տեսել եք մարդկանց հոսքը, թիվը, որևէ մեկը հասարակ քաղաքացի վեհապարին հարցեր ուղղում։ Միայն Փաշինյանն ու իր տիկինն եկեղեցի։ Բայց ես շատ ուրախ եմ, որ հոսք կա դեպի Մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Հասկանում եք։ Կապ ունեն Ուր։ Ով ասեց ձեզ։ Բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչները դուք գնում եք պատարակի ամեն օր։ Ամեն օր չեմ գնում, բայց պատարակները Ամեն պատարակի գնում եք։ Լավ մի բան ձեզ Հա, ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք, չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք գնում։ Չէ, դուք ասում եք ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ Գնում եմ օրինակ ժամանակ, երբ որ քաղաքում Իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում։ Մի եկեղեցում կամ մի տաճարում, կարող ինքը մյուս եկեղեցի ա գնացել։ Նկատի ունեմ, գնացել ա ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ ասենք Սուրբ Ռիփսիմե եկեղեցի։ Կարող է։ Լավ, Ռուբենյանը Կանոնը ասում է, որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնը եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին։ Մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Իսկ հիմա նորմալ ցանկություն է։ Եթե չհետևի չանսա վարչապետի հորդորին վեհապարտ է։ Փաշինյանը ուղիղ ասում է, որ վեհապարը անառակ է։ Կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասացի իմ դիրքորոշումը, որ նա իմ դիրքորոշումը հետևյալն է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին, եւ եթե չի հետևում, ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է, պարտադիր, որ ինքը պիտի լինի։ Որտեղ են տեղավորվել, որ այդ հասկացել են հետևում է եկեղեցականներին հետ թեմային ինչպես կարձագանք է։ Ասում եք, որ կհետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է, որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգով։ Այսինքն ինքը հանելու է կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու գլուխը, որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ հարցնում։ Կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորդ շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ եք։ Խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչի ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի չեք ասում, որ չէ, այդպես չի։ Դա ձեզ համար է օրակարգ, քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի,
սահմանավորված նաև Իրանում տեղ ունեցած իրադարձություններով, քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանության ժամանակահատվածում եղել։ Այսինքն դուք է, որ պիտի որևէ մեկի բարոյական արժեքից խոսեք։ Բայց եթե քաղաքացիների համար սա չի օրակարգը, կարող եք ինձ բացատրել, ինչի եք դուք փորձում եք ինձ հարց տալիս դրա մասին։ Որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած Հիմա հարց եմ ձեզ բոլոր ինստիտուտները ոչնչացնելով գնում։ Լսում եմ, ես համբերատար լսել եմ ձեզ, չմտածեք։ Չէ, բայց մի վարքան, էլի, դուք ասում եք հարության համար դա չի օրակարգը։ Ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս։ Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։ Դուք ինձ այդ հարց տվեք։ Չտակ ժողովուրդ ջան, դի տվեք։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքական պատասխանատվություն ունենաք։ Իսկ ձեր ասած մնացած հատվածներով բան ինչ ասեցիք, ասեմ այդ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարն է։ Լրատվամիջոցները ես եմ։ Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական